Սիրելի Աստծո ժողովուրդ, խնդրում եմ նստեք։ Այսօրվա պատգամի վերնագիրը կոչվում է Revealing Your Blessings։ Շատ ենք Աբրահամի մասին լսել, չէ՞, շատ ենք կարդացել Աբրահամի մասին, շատ բաներ գիտենք իր պատմությունից, ասենք Իսահակի հետ, սկզբից երբ Աստված առաջի անգամ որ Աբրահամին մոտ գալիս է եւ ասում է հել քո հորդ տնից եւ գնա այնպեսի մի երկիր, որ ես քեզի ցույց եմ տալու, քո ընտանիքից էլ գնա այդ երկիրը եւ ես քեզի կորտնեմ եւ քո սերունդը կշատացնեմ։ Այդ ամեն ինչը շատերս ենք կարդացել եւ մենք էլ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, հասկանում ենք, որ Աստծո ժողովուրդը այդ օրհնությունները բոլոր Աստծո ժողովրդին են, Աստծո երեխեքին են պատկանում եւ շատ ժամանակ ասենք մարդիկ կարան լինեն, որ մտածում են ինչի համար է այդ օրհնությունները ձգձգվում կամ ասենք ինչի համար ես այս բանից օրհնված չեմ կամ ասենք ինչի համար fulfilled չի եղել այդ օրհնությունները, որ Աստված ասենք իր խոսքով խոստանում է, բայց պետք է հասկանանք, որ էդի մեր կողմից է գալիս, չէ, որ պետք է իմանանք որտեղ է ծածկված, որտեղ է թաքնված այդ օրհնությունները, որովհետև եթե հիշում եք Իսրայելին 40 օրվա ճամփան տևեց 40 տարի, ոչ թե դա Աստծո մեղքներ, այլ իրանց մեղքներ։ Եվ պետք է իմանանք մենք ինչ ենք անում կամ մենք ոնց ենք այդ ամեն ինչին մոտիկանում։ Եվ այսօր նայելու ենք Աբրահամի եւ Ղովտի պատմությունը, ուսումնասիրելու ենք այդ պատմությունը, շատ ժամանակ իմ կարծիքով կողքից անցնում ենք, թեթև կարդում ենք Ղովտի մասին, որովհետև շատ կարճ է, բայց հիմա ամբողջովին նայելու ենք եւ նայելու ենք, ասենք, որտեղից իմ կարծիքով Աբրահամի հավատքը շատ հզորացավ այս մի պատմությունից եւ այ դրանից հետո Աբրահամի պատմությունը շարունակվեց։ Երբ Աստված եկավ Աբրահամին եւ ասեց քո հորդ տնից եւ քո ընտանիքից դուրս արի եւ ես քեզի կտանեմ ուրիշ երկիր եւ կորտնեմ, Աբրահամը դուրս եկավ իր հոր տնից, բայց իր կնոջը վերցրեց եւ Ղովտին վերցրեց։ Ղովտը իր աղբոր տղեն էր եւ իր աղբոր տղեն իր papan մահացել էր Ղովտի եւ այնտեղ գրված է որ 75 տարեկան էր Աբրահամը անընդհատ ուզում էի իմանալ ինչի համար է գրված իր տարիքը երբ գալիս է դուրս մի ձևի չի գրված որ Ղովտը ներասել ես ուզում եմ կամ հետդ հորողբեր կամ Աբրահամն էր ասել արի հետս բայց հասկանում ենք որ 75 տարեկան զավակ չուներ Աբրահամը եւ կարող է շատ հնարավոր է որ Ղովտին ոնց որ ավելի շատ իր տղու նման սիրում էր իրան եւ իրան ուզում էր հետը տաներ բայց դա կարևոր չի կարևորը որ իրար հետ գնացին եւ Քանանի երկիրով այտենց անցնելով միտեղ կանգնան եւ Աստված եկավ Աբրահամին եւ ասեց որ այս երկիրը որ տեսնում ես այս հողերը որ տեսնում ես ես քեզ եմ տալու այդ հողերը այդտեղ Աբրահամը Աստծուն տաճար կառուցեց եւ գրված է որ he called on the name of the Lord այսինքն Աստծո անունը կանչեց եւ դա արդեն հասկանում ենք որ Աստծո անունը կանչելը աղոթելը երկրպագելը պաշտելը Աստծուն եւ դրանից հետո շարունակվում է ավելի հարավ դեպի հարավ Քանանի մեջ ավելի խորանում է եւ մի տեղ է գտնում Բեթելի եւ Այի մեջտեղը եւ այդտեղ իր վրանը խփում է եւ այդտեղ մի հատ էլ Աստծուն տաճար կառուցում Աստծո համար եւ այդտեղ գրված է he called on the name of the Lord էլի Աստծո անունը կանչեց Այս երկու օր ես կարդալուց շատ եմ սիրել ես այս called on the name of the Lord ոնց որ սրանից հետո էլ չեմ ասելու գնում եմ աղոթելու ասելու եմ գնում եմ call on the name of the Lord Աստծո անունը կանչեմ So հիմա
այդտեղ famine էր, այդտեղ սով է լինում այդ Քանանի երկիր եւ Աբրահամը որոշում է որ գնա Եգիպտոս գնա այնտեղ ապրի եւ իր ամեն ինչը տանում է Եգիպտոս եւ այդտեղ Փարավոնի ընտանիքը որ Սարային տեսնում է Աբրահամը մի քիչ երևի վախկոտ էր եւ Սարային ասում է եթե քեզի տեսնեն սիրեն, ինձի կսպանեն, քեզ էլ կտանեն, ավելի լավ է դու արի ասա, որ իմ քուրն ես։ Սարը կամքը կատարում է իր ամուսնու եւ Փարավոնի ընտանիքին ասում է, որ ես Աբրահամի քուրն եմ, տանում են Սարային որպես կին Փարավոնի համար։ Եվ Փարավոնը այդտեղ է այդ վաղ Աստված բանա ուղարկում, քրսեր ուղարկում, անեցք ուղարկում Փարավոնի տան վրա եւ Փարավոնը հասկանում է, միջև այդ Փարավոնը Աբրահամին նվերներ է տալի, Սարայի աղբորը, որ Սարային տանի, Աստված որ անեցքներ է ուղարկում Փարավոնի տան վրա, Փարավոնը հասկանում է, որ Սարայը Աբրահամի կինն է, ոչ թե քուրն է, բերում է Աբրահամին հետա տալի կնոջը եւ ասում է «Էս քո կինը, ինչի համար խապեցիր չգիտեմ, ես ինչ բերեցիր իմ գլխին, քո կնոջը վերցրու եւ ինչ նվերներ որ քեզի տվել եմ, այդ նվերներն էլ քեզ թող մնա եւ շարունակի քո ճամփով, երեսը չտենամ, հել մենակ Եգիպտոսից դուրս արի»։ Աբրահամը Եգիպտոսից դուրս է գալիս եւ շարունակումը հիմա արդեն recap-ը արեցինք, այսի recap-ներ, որ եթե սերիալ եք նայում, եթե բաց եք թողել մի սերիալը, այսի recap-ներ, հիմա շարունակենք մեր պատգամը։ Եկեք կարդանք Ծննդոց գրքից 13-րդ գլուխ 1-2-ը։ Then Abram went up from Egypt, he and his wife and all that he had. Went out of So Abram went up from Egypt to the Negev with his wife and everything he had, and Lot went with him. Abram had become very wealthy in livestock and in silver and gold. Այստեղ տեսնում ենք, որ Ղովտն էլ իր հետն էր, ուր գնաց Ղովտը Աբրահամի հետ է գնում, այո։ Շարունակենք մյուսը։ From the Negev, he went from place to place until he came to Bethel, to the place between Bethel and Ai, where his tent had been earlier, and where he had first built an altar. There, Abram called on the name of the Lord. Տեսնում ենք, որ հետ ավերադառնում, որտեղ որ Աստծոն տաճար էր կառուցել, հետ ավերադառնում այդ տեղը եւ նույն ձևի կանչում է Տիրոջ անունը, գալիս է երկրպագելու եւ պաշտելու Տիրոջը։ Տեսնում ենք, որ այստեղ Աբրահամը հետ է գնում Տիրոջը։ Արդյոք զգացել է իր սխալը, երբ որ Եգիպտոս է գնացել, որովհետև Տերը իրան ասեց Քանանի երկիր գնա, այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ, Տերը չասեց, որ գնա Եգիպտոս, եւ եթե Տերը ասեց, որ խոսք եմ տալիս քեզի, որ քեզի կպահեմ եւ քո սերունդը կշատացնեմ, այստեղ Եգիպտոսում ինքը իր ձեռքերի մեջ վերցրեց այդ ամեն ինչը, որովհետև ինքը չհավատաց Տիրոջը, որ Տերը այդ Քանանի երկիրում իրան սովից կփրկի։ Եվ մի ուրիշ սխալել, կնոջը տվեց ուրիշին։ Էդ էլ էր մի ուրիշ սխալ, էլի չվստահեց Տիրոջը։ Հիմա եթե հետ է գնում իր այդ տաճարը, որ ինքը ստեղծել է, հետ է գնում Տիրոջ մոտ եւ աղոթում է Տիրոջը, նշանակում է ինքը իր սխալները, չէ՞, ինքը իր սխալները հասկացել է եւ հետ է գնում Տիրոջ մոտ։ Շատ ժամանակ մենք էլ նույն ձևի ասենք, եթե սխալ ենք անում, մի քիչ Տիրոջից հեռանում ենք, մի քիչ գնում ենք, մենք թուլանում ենք, շատ կարևոր է մենք մեր տաճարը իմանանք, որտեղ ենք կառուցել եւ գնանք հետ Տիրոջ մոտ, գնանք հետ աղոթենք եւ ապաշխարենք Տիրոջը, որ մենք հեռացել ենք Տիրոջից եւ մեր Տերը շատ բարի է եւ շատ է մեզի սիրում, այո, որովհետեւ միշտ մեզի ընդունում է, քանի անգամ Իսրայելի ժողովրդին հետ է վերցրել։
մեղքերից հետո։ Եվ այդ տաճարը, եթե ստեղ ջահելվաղ, ասենք, վիդեո գեյմ խաղացող կա Mario Brothers, եթե խաղացել եք, ինձ հետի հիշացրեց, որ եթե միտեղ գնում եք save եք անում, խաղը save-ը արվում, չէ, հետո այդից շարունակում եք, ասենք, character-ը գնում է փոսի մեջ հանգնում կամ մեռնում է, գալիս է հետ reset point, գալիս է հետ այդ save արած տեղից նորից շարունակում է, բայց այս անգամ որ գալիս է շարունակում է, չի ընկնում նույն փոսը, չես ընկնի, չէ, նույն փոսը կշարունակես ավելի մի քիչ իմաստուն կլինես, ավելի խելացի ես, իմանում ես այդ խաղը, որտե ասենք ոնց կարաս այդ փոսից արդեն կանցնես, կարող է էլի գնաս ուրիշ տեղեր ընկնես, ուրիշ բան, բայց էլի այդ save point-ն է լինում։ Եվ կարդանք Lot, who was moving about with Abram, also had flocks and herds and tents. But the land could not support them while they stayed together, for their possessions were so great that they were not able to stay together. Այստեղ նայում ենք, որ երկուսն էլ հարուստ են եղել, չէ, եւ հասկանում ենք, որ Ղովտը քանի Աբրահամի հետ էր, Ղովտը Աբրահամից հարստացա, Աբրահամը հարուստ էր եւ Ղովտն էլ իր հետ օրտնվելով, ասենք, հարուստը շատ ժամանակ տեսնում ենք, որ եթե մեկը օրտնված է լինում, կողքիններն էլ են օրտնված լինում, այդ մարդու կարան լինեն տան անդամ, կարան լինեն օրթախ, կարան լինեն հարազատ, բարեկամ, եւ ստեղ տեսնում ենք, որ իրար հետ վիճում էին, չէ, Համար 7-ը գրված է, and quarreling arose between Abraham's herders and Lot's herders. The Canaanites and Perizzites were also living in the land at that time. So իրար հետ վիճաբանություն է լինում, այդտեղ այդ վիճաբանությունը տեսնում ենք, որ կոնֆլիկտը կարա լինի ընտանիքների մեջ, շատ ենք տեսնում, եթե փողի հարցա, ասենք, շատ ժամանակ աղբորը դեմ այլում է, ձևի վիճաբանություն է լինում, ընտանիքների հետ վիճաբանություն է լինում, so հիմա էդի տեսնում ենք իրանց մեջ, եւ շարունակենք, So Abraham said to Lot, let's not have any quarreling between you and me, or between your herders and mine, for we are close relatives. Is not the whole land before you? Let's part company. If you go to the left, I'll go to the right. If you go to the right, I'll go to the left. Այստեղ Աբրահամի character-ն ենք տեսնում։ Առաջի հերթին չի ուզում կռիվանի իր աղբոր տղու հետ։ Եվ այստեղ մի բան էլ կա։ Հիմա կարանք իմանանք կռիվը ով սկսեց, չէ՞։ Ղովտի կողմից, որովհետև Աբրահամը եթե սկսեր կռիվը, հետո այդ հարասեր ես չեմ ուզում կռվեմ, կասես է չկռվեիր, որ չես ուզում կռվես, դու սկսեցիր, հիմա էլ եկել ես, ասում ես չես ուզում։ So հիմա գիտենք, որ Ղովտի հովիվներից է սկսել այդ կռիվը եւ Աբրահամը ասում է ես չեմ ուզում կռվեմ, մենք աղբերներ ենք, մենք հարազատներ ենք, ես կռիվ չեմ ուզում։ Եվ երկրորդը ասում է դու ընտրի, դա շատ այդ որ ասում է դու ընտրի, այտենց բան լսված չկար այդ ժամանակներում, հիմա էլ շատ ժամանակ լսված չի, որ մեծը տալիս է փոքրին, որ դու ընտրի, այն վաղտ դա մեծ նոներ, այդ որովհետև մեծն էր որոշում եւ այն փոքրն էլ մնացած հողներ վերցնում, ինչ որ մնացել էր կամ ինչ որ կար, մեծն էր միշտ որոշում, ոչ թե փոքրը։ Դա Աբրահամի մոտ շատ radical բան էր, որ ինքը արեց։ Եվ այստեղից կարանք տեսնենք, որ Աբրահամը իր դասը սովորեց Եգիպտոսից։ Եգիպտոսից որ հելավ, ինքը մի բան սովորեց Աստծուն վստահելը, որովհետև եթե Աստծուն չվստահեր, էլի կասեր մենք ոնց կվերաբերվեինք այս բանը, կարող է նույն բանը տայինք իրան, թե կասեինք իմ կողմն ես մնացել, դրա համար հարստացել ես, հիմա մնաց մի հատ էլ քեզի թողեմ ջոգես, ես որը որ ջոգեմ, մնացածը քեզ կմնա, մի հատ էլ հլը դու պետք է ջոգես առաջ, չէ, այդ բանը կա, հիմա Աբրահամը իրան կարևոր չէր որ մասն էր, որովհետև ինքը Աստծուն էր վստահում, արդեն Աստծուն վստահում էր, որ Աստված պետք է իրան ամենալավը տա, արդեն կարևոր չի աչքը, ինչ է տեսնում։
Եվ այստեղ ասեց Ղովտ դու ջոգի։ Իր Աբրահամի character-ն ենք նայում։ Ինչքան էր սիրում իր աղբոր տղուն եւ ինչքան էր value անում ընտանիքը եւ ինչքան էր արդեն վստահում Աստծուն։ Եվ շարունակենք Lot looked around and saw that the whole plain of the Jordan toward Zoar was well watered, like the garden of the Lord, like the land of Egypt. This was before the Lord destroyed Sodom and Gomorrah. Ղովտը տեսավ այստեղ land, the garden was the garden of the Lord, so ահագին ուրախանալա չէ։ So Lot chose for himself the whole plain of the Jordan and set out toward the east. The two men parted company. Ղովտը ջոգեց ամենալավը այստեղ։ Եվ հիմա կարանք նայենք այդ կողմից character-ը, որ Ղովտը չասեց հորողբեր, ինչ ես ասում, դու ինձի տվել ես, շատ շնորհակալ եմ, այդ օրհնությունները որ կան, ես արդեն հարստացել եմ, եւ ես գիտեմ, որ դու իմ լավն ես ուզում, իմ վատը չես ուզի։ Արի դու ընտրի առաջինը, շատ շնորհակալ եմ, որ այդ տվել ես ինձ այդ իրավունքը, բայց դու ընտրի առաջինը եւ ինձ որտեղ որ ուղարկես, ես այնտեղ կապրեմ, ես գիտեմ, որ լավ է լինելու, որովհետեւ իմ վատը չես ուզի, բայց այդտեղ Ղովտը տեսավ, չէ, այդ ամենալավը վերցրեց։ Գնաց, էլ արդեն իրան հետաքրքիր չի իմ հորեղբորը ինչ կլինի, չէ։ Այստեղ կարդանք Abram lived in the land of Canaan while Lot lived among the cities of the plain and pitched his tents near Sodom. Now the people of Sodom were wicked and were sinning greatly against the Lord. Ստեղ նայում ենք, որ Ղովտը շարժվեց իր աչքերը ինչ որ տեսավ, այեձևի շարժվեց իր աչքերով եւ Աբրահամը քայլեց հավատքով։ Ճիշտ է, Ղովտը ինչ աչքերը տեսավ էդի եւ ինչ տեսավ իր աչքերը։ Սոդոմ չտեսավ այդ հոգևոր վտանգը, որ Սոդոմում իրան սպասում է։ Իր աչքերը ինչ տեսավ կանանչ դաշտեր են, լավ ջուր կա այդ Ղորդանան գետի մոտ է այդ ամեն ինչ։ Քանի որ Ղովտը ջոգեց իր աչքերով եւ հավատքով չջոգեց, Աբրահամը հավատքով քայլեց։ Եկեք նայենք երկրորդ Կորինթացիս ինչ է ասում 5-ից 7-ը։ Ասում է for we live by faith not by sight. Մենք որպես քրիստոնյաներս պետքա հավատքով շարժվենք, ոչ թե մեր աչքերով, այո։ Եվ այստեղ քանի որ Աբրահամն էլ նույնը տեսավ, ինչ որ Ղովտը տեսավ, բայց Աբրահամին կարևոր չէր, որովհետև հավատքով էր շարժվում։ Եվ քանի որ Ղովտը չէր կարա տեսներ այդ քանի որ այդ իմաստությունը չուներ, Աստծո տված իմաստությունը չուներ, որ տեսներ այնտեղ ինչ է սպասվում իրան այդ վտանգները ինչ են, որովհետև հոգևոր ոչ մի անգամ չի գրած, որ Ղովտը գնաց Աբրահամի կառուցված տաճարի մոտ Աստծո անունը կանչեց։ Ոչ միտեղ չի գրված։ Ղովտը շատ ժամանակ գիտենք, մենք էլ մարդկանց գիտենք, որ Աստծուն հավատում են, որ Աստված կա, հավատում են, որ Հիսուսը կա եղել է, բայց ոչ մի անգամ չեն աղոթում, ոչ իրանց տաճարը որտեղ է։ Իրանք չգիտեն իրանց տաճարը որտեղ է։ So ստեղ չի գրված։ Ղովտը ոնց կարար այդ իր տեսած այդ հարստություններից ինչ որ փայլուն է, այդ ամեն ինչ այդ աշխարհային բաները դրանից էնյան ոնց կարար տեսներ, եթե Աստված իրան այդ հոգևոր իմաստությունը չտար։ Եկեք նայենք, որովհետև այստեղ ասում են not everything that looks shiny, ինչը որ փայլուն է, չի նշանակում, որ լավն է կամ քո համար է, պետք է ամեն ինչը որ փայլուն է դրան չկպնենք։ Եկեք նայենք առաջի Հովհաննեսի գիրքի ինչ ասում, Հովհաննեսը ինչ է գրում։ Երկրորդ գլուխ 16-ից 17 համարը։ For all that is in the world, the lust of the flesh, the lust of the eyes, and the pride of life comes not from the Father, but from the world. The world and its desires pass away, but whoever does the will of God lives forever.
Այստեղ շատ կարևոր է, որ գրված է ամեն ինչը աշխարհից որ գալիս, այդ է աշխարհին հորից չի գալիս։ Եվ Ղովտը ինչ որ տեսավ, դա աշխարհից էր։ Ինչ որ տեսավ աշխարհից էր։ Եկեք Ղովտի character-ը նայենք։ Ագա, վերին աշճանի ագա, որ այդ ամեն ինչը վերցրեց իրան, իմաստության պակասություն, ոչ մի իմաստություն չուներ ինքը, հոգևոր իմաստություն շատ պակաս էր իր մոտ, եւ կարելի ասել ինքնահավան, ինքը իր շահերի հետևից, հորոխբերը ինչ եղավ իրան, էջ կարևոր չի, կարևորը ինքը լավ լինի եւ իր ընտանիքը լավ լինի, չէ՞։ Եվ շարունակենք Առակաց 1:19 նայենք ինչ է ասում։ Such are the paths of all who go after ill-gotten gain. It takes away the life of those who get it. Մարդ ինչքան ագա եղավ, այդքան գնում է դեպի իր կյանքը վերցվում է իրանից։ Սա կնայենք ինչի համար է այդպես եւ ինչի համար է Առակացը սևի ասում։ Ղովտը իր թենթը, իր վրանը կապեց Սոդոմի մոտ, Սոդոմի կողքը, չմտավ Սոդոմ, կապեց Սոդոմի մոտ, այդ է ասում, չէ՞։ Բայց եկեք նայենք, ինչից հեռվացավ Աստծո տաճարը որտեղ էր Աբրահամի մոտ, ինքը ինչքան հեռվացավ Աբրահամի սարքած Աստծո տաճարից, ինչքան հեռվացավ եւ գնաց դեպի մեղքին եւ գնաց դեպի Սոդոմի մոտ եւ ինչքան վտանգավոր է եթե մենք մեղքի կողքն ենք ապրում, եթե մենք գնում ենք հենց Սոդոմի կողքը, մենք այդտեղ նստում ենք, մենք այդտեղ ապրում ենք, ինչքան վտանգավոր կարա լինի, չէ՞, որովհետեւ ինչքան մեղքին մոտենաս, այդքան ավելի comfortable ես զգում մեղքի հետ, այդքան ավելի դու քեզ հանգիստ ես զգում եւ այդքան ավելի կամած գնում ես դեպի մեղքի մեջ։ Սոդոմը հենց մեղքն էր, որովհետև Սոդոմը այնքան չար քաղաք էր։ Հիմա այդտեղ ասում է, որ Աբրահամը գնաց Սոդոմի մոտ, չէ, այդտեղ թենթը դրեց, իր վրանը կապեց։ Բայց երբ պատերազմ եղավ, երբ թագավորները օտար երկրից թագավորները շարժվեցին եւ եկան իջան, որ Սոդոմ եւ Գոմորի թագավորների դեմ պատերազմ անելու, եկան Սոդոմ ու Գոմորի հաղթեցին, գրավեցին Սոդոմ եւ Գոմորը եւ այդ թագավորները վերցրեցին Սոդոմ ու Գոմորի հարստությունները վերցրեցին այդ քաղաքներից եւ նույնով եւ վերցրեցին ապրողների, այնտեղի ապրողներից էլ վերցրեցին որպես գերի։ Եվ ում վերցրեցին, ում անունագրած որ վերցրեցին գերի, Ղովտին գերի վերցրեցին Սոդոմից։ Նշանակում է, արդեն այդ ժամանակ Ղովտը արդեն Սոդոմի մոտը չէր դրել, իր վրանը չէր կապել, արդեն ինքը Սոդոմի մեջ էր։ Լրիվ ինքը խրված էր Սոդոմի մեջ եւ այնց հասարակ մարդու գերի չեն վերցնում, չէ՞։ Հարուստ, պաշտոնով, նման մարդկանց են գերի վերցնում, ումն է պետք հասարակ մարդու գերի վերցնես, որ ոչ մի բան չունի։ Հիմա կարելի է ստեղից նայել, որ իմանալ, հասկանալ, որ Ղովտը արդեն պաշտոնով մեկներ Սոդոմում։ Այդքան ինքը իրան դուր է եկել այդ Սոդոմը, որ մտել է այծևի պաշտոնյա է։ Եվ Աբրահամը, որ իմացավ, որ իր աղբոր տղեն բռնվել է, իրան գերի են բռնել, զոր քաղաքեց իր տղերքից, կարծեմ 300, եթե չեմ սխալվում 13 կամ 18 զորքերին վերցրեց եւ գնաց Ղովտին փրկելու եւ գնաց հաղթեց այդ զորքերին, թագավորներին հաղթեց եւ իր աղբոր տղուն փրկեց Ղովտին։ Փրկեց եւ Ղովտը ուր գնաց դրանից հետո հետ գնաց Սոդոմ։ Դրանից հետո կարար Սոդոմից փախներ, դուրս գար, չէ, այդ չանցը ուներ փրկելուց, չէ, բայց ինքը հետ գնաց Սոդոմ։ Ինչ կար այդ Սոդոմում այդքան որ գնացիր։ Այդ ինչ կա այդ Սոդոմում այդ չար քաղաքի մեջ, այդքան հորոխբոր այդ կողքը ապրել ես։ Ինչ կար այդտեղ։ Այդ Սոդոմի
զզվելի քաղաքը, որ Սոդոմն էր, ասում է այնքան չար էին, այնքան այդ մեղքը այնքան բարձր էր, որ Աստծո ականջին էր հասնում երկնքում, այդքան բարձր էր Սոդոմի ձայնը, մեղքի ձայնը։ Գնացել ես դու մտել ես այդտեղ ու չես ուզում դուրս գաս։ Հորողբերդ էլ փրկեց, էլի դուրս չես գալիս։ Տեսեք ինչ վտանգավոր է։ Եվ հրեշտակները, որ մտան Սոդոմ, որ Աստված հրեշտակներին ուղարկեց, որ պետքա ոչնչացնեին Սոդոմ եւ Գոմորը, մտան ով էր այնտեղ դարպասի կողքը նստած, Ղովտը։ Եվ այն ժամանակ դարպասի կողքը հավաքվողները մենակ պաշտոնավոր մարդիկ էին, հարուստ մարդիկ էին հավաքվում այդ դարպասի կողքը, միշտ բոլոր քաղաքների։ Ղովտը իրանց դիմավորեց եւ գիտենք ինչ եղավ, հրեշտակները մտան, բայց տեսեք, որ Աստված Աբրահամը Աստծո ընկերն էր, այո, Աստված տեսնում էր Աբրահամին որպես ընկեր եւ մենակ այդ մի պատճառով Ղովտին փրկեց այդ քաղաքից հանեց, որովհետեւ չէր ուզում Աստված, որ իր ընկերը նեղվեր, սուկ տաներ իր աղբոր տղու համար, շատ էր սիրում իր աղբոր տղուն։ Բայց դա կապ չունի, որովհետեւ ամեն մարդ անում է իրան ինչ որ անում է։ Վերջում կարող է Ղովտը փրկվեց, իր կյանքը փրկվեց, բայց ինքը ամեն ինչ կորցրեց։ Ժամանակ չուներ չամադան փակելու, հրեշտակը թևից բռնեց, դուրս հանեց քաղաքից, ասեց՝ «Հել դուրս, հեսա մեռնելու ես»։ Գնաց դուրս, բայց կինն էլ, կնկան էլ կորցրեց, տունն էլ կորցրեց, հարստությունները կորցրեց, կնիկը հետ դարձավ, հրեշտակները ասեցին հանգարց հետ չդառնաս, կինը հետ դարձավ եւ քար դարձավ, աղից քար դարձավ կինը մահացավ եւ մնացին Ղովտու իր երկու աղջիկերը եւ փախան դեպի սարերի մեջ, քարանձավների մեջ էին ապրում։ Եվ երկու քուր որոշեցին, քանի որ տղամարդ այնտեղ չկա այդ քարանձավների մեջ, որոշեցին երկուսով իրանց հորը խմացնեն, հարբացնեն եւ քնացնեն, իրանք էլ կողքը պարկեն, որ հղիանան եւ երեխա ունենան, որովհետեւ ուրիշ տղամարդ չկար։ Մեծ քուրը առաջի օրը այդ ձևի նման հորը արեց, հղիացավ իրանից, երկրորդ օրը մյուս քուրը, փոքր քուրը էլի հարբացրեց, պարկեց կողքը եւ հղիացավ։ Գրված է գրքի մեջ, որ Ղովտը չէր իմանում ինչ կատարվեց իր հետ։ Առաջի օրը հասկանալի է, բայց երկրորդ օրը մի քիչ չգիտեմ, լրիվ չես կարա այդ ձևի, ասենք, ոնց որ այդ Սոդոմ են Գոմորը իր մեջներ էլ, չէ՞։ Եվ մեծ տղեն, քուրը որ ունեցավ մեծ տղուն, անունը Մոաբ էր, եւ փոքր տղու անունը Բենամի։ Մոաբը իր սերունդը մոաբացիներն էին, Մոաբայց, եւ իր փոքր տղու անունը Բենամի, իրանք էլ Ամոնայտներն էին։ Երկուսն էլ Իսրայելի թշնամիներն էին։ Եվ երբ Աստված պատրաստվում էր պատժել Իսրայելին եւ Հուդային, այս երկու ցեղերը ուրախացել էին, celebrate էին անում, եւ դա Աստծո դուրը չեկավ, որովհետեւ Աստծո սիրտը ցավում է, երբ իր զավակներին պատժելու կարիք ունի, դուք ով եք որ խնդում եք, չէ՞։ Աստծո դուրը չեկավ։ Աստված, նայենք ինչ ասեց Աստված իր մարգարեների միջոցով։ Մարգարե Զեֆանայա 2:9 համար Աստված ասում է, Therefore, as surely as I live, declares the Lord Almighty, the God of Israel, surely Moab will become like Sodom, and Ammonites like Gomorrah, a place of weeds and salt pits, a wasteland forever. The remnant of my people will plunder them, the survivors of my nation will inherit their land. Աստված ինչի է համեմատում է երկուսին Սոդոմ են Գոմորայի հետ, որովհետև Ղովտից եկան այս երկուսը, եւ Ղովտի մեջ, եթե Ղովտը այո փրկվավ, Սոդոմից դուրս եկավ, բայց Սոդոմը Ղովտի մեջից դուրս չէր եկել։
Եվ քանի որ այդ Սոդոմ ու Գոմորը Ղովտի մեջ էին, իր երակներից իր ամեն ինչից երեխեքը ծնվան եւ իրանց երակների մեջ էլ կար Սոդոմ եւ Գոմորը։ Եվ 582 տարի Հիսուսի ծնվելուց առաջ Բաբելոնը հարձակվեց Իսրայելի եւ Հուդայի վրա, գրավեց, բայց կողքիններին էլ գրավեց, Մոաբայտներին էլ գրավեց եւ Ամանայտներին էլ գրավեց եւ այդ երկուսին ոչնչացրեց։ Էլ դրանցից ջնջվան պատմությունից, էլ դրանց մասին բան չկա, Իսրայելի եւ Հուդան ինչպես գիտենք survive արեցին, իրանք մնացին, բայց այդ երկու ցեղերը չկան էլ։ Աստված իր անելիքը արեց, իր խոսքը կատարեց։ Ղովտը ամեն ինչ կորցրեց, ամեն ինչ։ Իրանից ոչ մի բան չմնաց, մենակ մնաց դաս, որ մենք իր մասին կարդում ենք եւ իրանից կարանք ահագին դաս սովորենք։ Ուրիշ ոչ մի բան չմնաց Ղովտից։ Եկեք մի բան էլ նայենք։ Greed often takes more than it gives. Ագամարտից այս անգամ Ղովտից ամեն ինչ վերցրեց եւ շատ ժամանակ ավելի շատ արժի այդ ինչ որ պետքա դու տաս, քան վերցնելու ես, եթե ագահ մարդ ես։ Եկեք հետ վերադառնանք Աբրահամին, որտեղ որ թողել ենք, ինքը Կանանի երկիրում էինք թողել իրան, երբ Ղովտը գնաց իրանից առանձնացավ, Աբրահամը Կանանի երկիրում էր, վերադառնանք Աբրահամի մոտ եւ տեսնենք իր հետ ինչ պատահեց, հենց Ղովտը իր աղբոր տղեն գնաց իր մոտից, թողեց իրանից, բաժանվեց, տեսնենք ինչ եղավ։ Միջև տեսնելը մի հատ էլ ուրիշ բան նայենք, էսի հետաքրքիր էր։ Ղովտի անունը եբրայերեն նշանակում է covering or veil, ասենք ծածկոց կամ քող, չէ՞։ Էդ է նշանակում։ Հետաքրքիր է, շատերը ասում են, որ քանի որ իր անունը veil է նշանակում, ինչի համար է իր անունը veil, այդ քողը, որովհետև Ղովտը չէր տեսնում ինչ էր սպասում իրան, ինչ վտանգներ էր սպասվում իրան Սոդոմում։ Դրա համար է այդ անունը դրված, բայց կարանք մի քիչ էլ ուրիշ ձևի նայենք, իսկ Աբրահամի համար Ղովտը ոնց էր։ Չէ, կարար Աբրահամի համար էլ Ղովտը ծածկոց լիներ, քող լիներ, որ այդքան ժամանակ, ասենք Ղովտը իր մոտ էր, Աբրահամի բոլոր օրհնությունները Աստված չէր տալիս, հələ չէր կարող տալ։ Հիմա նայենք դրանից հետո հենց Ղովտը թողեց Աբրահամին գնաց, հիմա նայենք Աստված գալիս է Աբրահամին։ 14-15 The Lord said to Abram after Lot had parted from him, like after Lot had parted from him, Lord said to Abram, look around from where you are, to the north and south, to the east and west. All the land that you see I will give to you and your offspring forever. Շատ թարգմանություններում բաներում գրված է այն վաղ գրված էր Ղովտի, որ կարդում էինք Ղովտը, որ իր աչքերը վերև նայեց, որ տեսնի ջոգի որ հողն է իրան լավ, հիմա որ Ղովտը գնաց իր մոտից, Աստված շատ թարգմանությունների մեջ Աստված Աբրահամին ասում է հիմա վեր նայի, Ղովտը գնաց քո մոտից, գնաց, ես չէի խոսք տվել իրան ոչ մի հող, չէ, գնաց ինքը քո մոտից, հիմա չկա, դե հիմա դու վեր նայի, քո աչքերը բաց, վեր նայի, տես ես քեզ ինչ եմ պատրաստել տալու, չէ, Աբրահամը Ղովտին ասում է հիմա դու նայի, եւ այստեղ շարունակենք, I will make your offspring like the dust of the earth, so that if anyone could count the dust, then your offspring could be counted. Go walk through the length and breadth of the land, for I am giving it to you. Այստեղ Աստված հիշացնում է Աբրահամի իր խոսքը, երբ որ Աբրահամին ասեց հել քո տնից եւ քո ընտանիքին թող, այստեղ հիմա քանի որ Աբրահամը իր կողմից այդ ամեն ինչը եղավ, Ղովտը իր մոտից գնաց, այստեղ Աստված հիշացնում է Աբրահամին, ես քեզի ինչ եմ խոստացել։ Եվ
Շատ ժամանակ մենք էլ պետք է նայենք ինչն է մեզ խանգարում, չէ՞, ինչն է մեր մոտ ծածկված։ Եթե ծածկոց ունենք, եթե մի բանը մեր մոտ ծածկված է, մենք չենք կարող օրտնվենք դրա պատճառով։ Նույն ձևի ոնց որ պետքա Բենյամինին բաց թողենք, չէ՞։ Նույն ձևի բաներ կա, որ պետքա բաժանվենք նրանից, որ լավ լինի, կարա լինի մարդ, կարա լինի սովորություններ, կարա լինի habits, ասենք, այն բաները կարա լինի, որ պետքա չանես, որովհետև Աստծո կողմից չի։ Դրանք աշխարհային բաներ են, չէ՞, կամ մի բանը քեզի ծածկում է, փագում է, չի թողում օրհնությունները լինեն։ Պետքա նայենք ինչ են դրանք, չէ՞, բայց ոնց կարանք դրանք իմանանք, պետքա չմոռանանք մեր տաճարը, որ մենք ստեղծել ենք, որովհետև միայն Աստծուց կարանք իմանանք ինչ է, որ Աստված կարա մեզի այդ իմաստությունը տա, որ իմանանք որտեղ են ծածկված մեր օրհնությունները։ Ես իմ խոսքը վերջացնում եմ։ Աբրահամը հետ գնաց Աստծուն, երբ սխալվեց։ Եգիպտոսից ելավ, հետ գնաց Աստծուն, իր տաճարի մոտ, այդ տաճարը, որ ստեղծել էր Աստծո համար։ Այս մի բանն է կարդանք, 13-18. So Abram went to live near the great trees of Mamre at Hebron, where he pitched his tents. There he built an altar to the Lord. Որտեղ գնում է Աստծուն չի մոռանում, իր հետ նա տանում։ Այս անգամ արդեն որտեղ գնաց ինքը տաճարը իր կառուցեց, Աստծուն չմոռանալով եւ he built an altar to the Lord and աղոթեց Աստծուն եւ երկրպագեց իր Աստծուն։ Շատ բաներ կա սովորելու Աբրահամից եւ այս մի փոքր բանի ծննդոց գրքից 13 համարից հասկանում ենք, որ որտեղ է մեր տաճարը։ Եթե մենք սխալվում ենք, որովհետև մենք բոլորս էլ մեղք գործող ենք, միշտ պետքա հիշենք, որ վերադառնանք Աստծուն։ Ինչ էլ ուզում է լինի, պետքա մենք վերադառնանք Աստծուն։ Պետքա մենք հետ գնանք մեր տաճարը, որտեղ որ կառուցել ենք այդ տաճարը։ Պետքա գնանք եւ ապաշխարենք։ Գտնենք այդ տաճարը եւ Տիրոջ մոտ ընկնենք ծնի եւ ապաշխարենք եւ պաշտենք նրան, երկրպագենք, աղոթենք, բայց ամենակարևորը, որ շատ չգնանք մեղքի մեջ, որովհետեւ ինչքան մեղքի մեջ գնացիր, այդքան ավելի դժվար է լինում հետ գալը, այդքան ավելի մարդուն դժվար է լինում վերադառնալ Աստծուն։ Մեղքը անենց մի բան է, որ ճահիճի նման, որ խրվում ես, էլ չես կարող դուրս գաս։ Էդ էլ արդեն աղոթենք, որ Աստված մեզի օգնի, որ պայքարենք եւ չգնանք դեպի մեղքին։ Եկեք, եթե Աստծոց հեռացել ենք, եթե մեղք ենք գործել, եթե մի բան արել ենք, հետ գնանք մեր տաճարը գտնենք եւ Աստծուն աղոթենք, որ մեզի իմաստություն տա, որ իմանանք որտեղ է թաքնված մեր օրհնությունները, եթե ծածկոց կա մեր օրհնությունների վրա, եկենք գտնենք այդ օրհնությունները եւ օրհնված լինենք, սիրելի ժողովուրդ։ Եկեք ոտի կանգնենք